Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե։ Ես անձնապես պատասխանատվությունը ստանձնում հանրայնորեն ասելու, որ ես ոչ կաշառք եմ վերցրել եւ ոչ էլ կաշառք եմ տվել որևէ մեկին ընտրություն կատարելու համար։ Բագրատ arczepiskopos Գալստանյանը դատարանով է պահանջում, որ վարչապետ Փաշինյանը հրապարակային հերքի այս պնդումը։ Տավուշի թեմի նախկին առաջնորդը ընտրել են դիմությանն առանց կաշառքի։ Նա անվանարկել է, վարկաբեկել, զրպարտել է եւ պետք է հերքում տա։ Հոգևորականի դիմումը դատարանը ստացել է, բայց դեռ վարույթ չի ընդունել։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Նիկոլ Փաշինյանը, որ 49.7% է ստացել, ընտրություններից 4 օր անց հայտարարեց, իր առաջնորդած ուժի ձայները մաքուր են, իսկ մյուսներին կաշառքով։ Եվ իր արածը ուղղակիորեն զրպարտություն է։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդը Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրողներին, որ կես միլիոնից ավելի են։ Ընտրակաշառք վերցնելու համար մեղադրեց, երբ դեռ մեկ վճիռ չկա։ 6 օր հետո էլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե աչքաչափով է տեսնում, 70%-ն է կաշառք վերցրել։ Ես պաշտոնապես ասում եմ, աչքաչափով էլ երևում, որ այդ եռագլուխ կուսակցությունների ստացած ձայների 70%-ը փողով ստացած ձայներ են։ Փողով ստացած ձայներ են։ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով ընտրական հանցագործությունների համար մեղադրվում է 242 անձ։ Այդ գործերից դատարան է հասել 14-ը, ու դատարանով դեռ չի հաստատվել, թե քանի հոգի է ընտրակաշառք բաժանել կամ ընտրակաշառքով ընտրել։ Այո, ես շատ կուզեմ, որ բոլորն էլ ովքեր նույն զգացումն ունեն ինչ որ ես, նույն ապրումը զրպարտված լինելու զգացում ունեն, դիմեն դատարանները եւ փորձեն իրենց իրավունքները պաշտպանել։ Բագրատ Սրբազանը դատարանից նաև նյութական փոխհատուցում է պահանջում Փաշինյանի առաջնորդած ուժի ստացած քվեի չափով 49.7 դրամ։ Խորհրդանշական թիվ է սա, ուղղակիորեն մենք փորձել ենք նաև ցույց տալ, որ մեզ համար նյութական որևէ ակնկալիք գոյություն չունի այս գործից։ Ինչ ակնկալիք ունի դատարանից arczepiskopos-ը։ Որևէ ակնկալիք չունեմ, բայց կարող են հաճելիորեն, ինչպես ասել եմ մի առիթով, զարմացնել։ Բարձրաստիճան հոգևորականը 30-ից ավելի հայց է ներկայացրել դատարան, ընդդեմ իրեն վիրավորողների ու զրպարտողների, 4-ով արդեն հաղթել է։ Բագրատ Սրբազանը այդ այն կալիբրը չէր, այսպես ասած, որը առաջնային դերերում լիներ, ոչ ինքը ունի տերեր, ինքը ունի համ աշխարհակաղակական տերեր, համ ունի ներքաղաքական տերեր ինքը։ Ես ճիշտն ասած չեմ ուզում այդ մարդուն նաև Սրբազան անվանենք, որովհետև ինքը կապ չունի ոչ սրբության, ոչ ավազանի եւ ոչ էլ եկեղեցու հետ։ Հանրապետություն կուսակցության անդամներ Անի Խաչատրյանի ու Հայկ Սահակյանի խոսքերը հոգևորականի հասցեին դատարանը որակել է զրպարտություն ու վիրավորանք, որոշել հոգուտ arczepiskopos-ի յուրաքանչյուրից բռնագանձել 750,000 դրամ։ Դատարանը բավարարել էր նաև իշխանության աջակից Ստյոպա Սաֆարյանի դեմ հայցը։ Նա էլ հոգևորականին վերագրել էր խոսքեր, որ չի ասել։ Կան դեռ շատերը կան, որոնք պետք է իրենց զրպարտությունների, ստախոսության, խաբեության, մարդկանց անարգելու, վարկաբեկելու, անպատասխանատվության, այս բոլորի համար պետք է պատասխան տան։ Բագրատ Սրբազանն այս վիրավորանքների ու զրպարտության թիրախում է հայտնվել իր դեմ հարուցված քրեական գործից հետո։ Տավուշի թեմի նախկին առաջնորդն ու 17 անձ մեղադրվում են իշխանությունը յուրացնելու եւ ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Այս գործով նիստերը շարունակվում են։ Arczepiskopos-ն էլ վերջերս բանտից տեղափոխվեց տնային կալանքի։